Ձևավորված այն տեսակետը, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները միանշանակ կանխորոշում են նաև նախագահականի ելքը, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը թյուր է համարում։ Այս առումով նա ըստ էության հակադարձում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակի արդյունքում երկրի ղեկավարը պետք է լինի խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժ։ Եթե հետ տրամաբանությամբ խոսենք սահմանադրության հետ փոփոխությունների հետ կապված, չեմ կարծում, որ մենք կշահենք, եթե թե նախագահան, թե Ազգային ժողովի ղեկավարությունը, թե վարչապետը լինեն նույն քաղաքական ուժից։ Հիմա եթե նույն քաղաքական ուժից լինեն, այդտեղ ով ում պետք է զսպի եւ ով ինչպես է մյուսին հակակշռելու։ Թերևս այս է նաև պատճառը, որ նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն մասնակցելու է սեփական թեկնածուով։ Նախագահի դաշնակցության թեկնածուն դաշնակցական է լինելու, վստահեցնում է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նշելով, թե իր կուսակցական փորձը հուշում է, որ հնարավոր չէ քաղաքական այլ ուժի ներկայացուցչի կամ ոչ կուսակցական որևէ գործչի առաջադրումը։ Դաշնակցությունը հանդես է գալու իր սեփական թեկնածուով։ Գերագույն ժողովը, որը տեղ ունենա մոտ ժամանակներս, աշնանը, արդեն մի քիչ էլ սպասենք, արդեն այդ անունը կհրապարակի։ Գերագույն ժողովը կորոշի, թե ով է կոնկրետ լինելու դաշնակցության թեկնածուն։ Գերագույն ժողովը կորոշի առաջադրել թեկնածուն։ Այն բոլոր դրական ձեռքբերումները, որ գրանցվել են խորհրդարանական ընտրություններում, նախագահականի ընթացքում պետք է պահպանել եւ կատարելագործել, համոզված է Արմեն Ռուստամյանը։ Վերջինը դա հնարավոր է համարում, քանի որ ըստ նրա ընտրական համակարգի արատավոր երևույթներն առավելագույնն արտահայտված են մեծամասնական ընտրակարգում, մինչդեռ նախագահականն ավելի նման է համամասնականին։ ՀՅԴ ներկայացուցչի հավաստմամբ 2008-ի ընտրություններին դաշնակցությունը ժողովրդավարական գործընթացները խորացնելու լուրջ մոտեցումներով է հրապարակ իջնելու եւ դրանք կյանքի կոչելու ճանապարհին հնարավոր համագործակցություն քաղաքական այն ուժերի հետ, որոնք կկիսեն դրանք։ Ժառանգության մասով արդեն որոշակի գաղափարական նմանություններ կան։ Ռաֆի Հովհաննիսյանի մոտեցումները մեզ համար լիովին ընդունելի են եղել ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները միշտ էլ կառուցողական բնույթ են ունեցել հենց ազգային գաղափարախոսության հենքի վրա։ Սա արդեն բավականին լուրջ հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի ամուր համագործակցության հնարավորություններ տեսնենք։ Համագործակցության հնարավորությունը քաղաքական որևէ ուժի, այդ թվում դաշնակցության հետ չի բացառում նաև Ժառանգություն կուսակցությունը, չնայած որ այստեղ ևս սեփական թեկնածու ունեն։ Ռաֆի Հովհաննիսյանի հավաստմամբ, սակայն առայժմ չեն որոշել 2008-ի ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը, այն կորոշվի միայն աշնանը նախանշված համագումարում։ Ժառանգությունը չի բացառում, որ ինքը նաև կզորակցի այլ կուսակցության կամ քաղաքացիական այլ նախաձեռնությունների թեկնածուներին։ Մենք որևէ կանխագալ նման մոտեցում չունենք եւ մենք ամեն ինչը դիտարկում ենք արդյունավետության, հաջողության, հավանականության տեսակետից։ Թիվ 15 ընտրատարածքում համագործակցությունը Ժառանգությունում անհնար են համարում։ Օգոստոսի 26-ին նախանշված ընտրություններում հակառակ մամուլի հրապարակումների կուսակցությունը պայքարելու է սեփական թեկնածուով։ Նարինե Կարապետյան, Այդա Մետրոպյան, Կարեն Պետրոսյան, Երկիրն այսօր։